Դպրոց գնալու տարիքային շեմը Հայաստանում չի փոխվել, բայց գործնականում պատկերը այլ է։ Կրթության նախարարության ընդունած նոր կարգավորմամբ այն երեխաները, որոնք դպրոց են հաճախում 7 տարեկանում, այլևս չեն ընդունվում առաջին դասարան։ Նրանք միանգամից տեղափոխվում են երկրորդ դասարան։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես գործընթացների կարգավորում, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգում է։ Արձանագրվել են երեխաների կրթության, հանգստի եւ զարգացման իրավունքներին առնչվող լուրջ խնդիրներ։ Ինչ խնդիրների են բախվում երեխաները, ծնողները եւ դպրոցները, միանգամից երկրորդ դասարանում հայտնվելու դեպքում Սետակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Եթե երեխայիդ որոշում ես դպրոց ուղարկել 7 տարեկանից, ապա նա միանգամից երկրորդ դասարան պետք է գնա, առանց առաջին դասարան հաճախելու։ 2024-ի գարնանն է կրթության նախարարությունը այս որոշումն ընդունել։ Այն գործում է 2025-ի սեպտեմբերի 1-ից եւ տարածվելու է բոլորի վրա, ովքեր գալիք տարիներին եւս դպրոց են գնալու 7 տարեկանում։ Մարդու իրավունքների պաշտպանը սակայն ահազանգեր է ստացել եւ կազմել արձանագրություն։ Արձանագրվել են խնդիրներ երեխաների իրավունքների ապահովման, մասնավորապես կրթության, հանգստի եւ ժամանցի իրավունքի, երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ կապված։